Քաղաքական խնդիրը հետևյալն է, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, տեսնեն, թոշակ նստել է, թե ոչ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազորություն հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով նախկին պաշտոնյաները պետք է ապրեն իրենց թոշակով եւ օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերվածը պետք է վերադարձվի պետությանը։ Փաշինյանն անդրադառնալով Քոչարյանների ընտանիքի շուրջ ծավալվող իրադարձություններին, քրեական գործերին ասել է, որ բիզնեսով ենք զբաղվում, բացատրությունն իրեն չի համոզում։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը նույն մաֆիայի պարագլուխներն են եւ նրանք պետքա պատասխան տան հավասարապես։ Ինչ է տակրում, լսեցիք ինչ ասացի։ Լսեցիք ինչ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, պետքա տեղի ունենա նաև Սամվել Կարապետյանի հետ եւ Սերժ Սարգսյանի հետ։ Պարզա, տեղ թողեցի, բոլորի հետևից գնալու ենք։ Բոլորի հետևից պետքա գնանք, բոլորի հետևից։ Իրանց զոքանչների, քենիների, աներձակների, բոլորի հետևից գնալու ենք։ Պետք է բացատրություն տան։ Ինչ են հանցագործները իդեմս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ։ Ինչի։ Ես եմ ասել, որ ազատության մեջ պետք է առնեն։ Ժողովուրդը կասկածում է, թե ես իրանց հետ կուլիսային գործարքների մեջ եմ։ Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Իրինա Յոլյանը նույնպես չընտրվեց արժանապատվական կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական անձնաժողովի նախագահ։ Նրան դեմ քվեարկեց 63 կողմ 38 падգամավոր։ Խմբակցությունը հայտարարել է, որ այս պահին նոր տեխնացու չի առաջադրի։ Ավելի վաղ նույն պաշտոնում չէր ընտրվել Ուժեղ Հայաստանի տեխնացու Դավիթ Ղազինյանը։ Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում եւ նաեւ այսօր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ոչ ժողովրդավարական քայլերը եւ նախագահի տեխնացուի չընտրելը Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկապային չի առաջադրում նախագահի տեխնացու եւ հայտնում է, որ նախագահի տեխնացու առաջադրելու է կանոնակարգ օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված ժամկետում։ Շնորհակալություն։ Վաղ օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ եւ 6 եպիսկոպոսները ներկա չեն լինելու։ Նիստին կմասնակցեն նրանց պաշտպանները։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ըստ մեղադրանքի կաթողիկոսի կողմից նախկին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալույց հռչակելը որակվել է որպես դատական ակտի կատարումը խոչընդոտում։ Պաշտպանը պնդում է, որ կարգալուծումը եկեղեցու ներքին կանոնական կյանքի հարց է եւ պետությունը չի կարող որոշել անձը պետք է համարվի եպիսկոպոս, թե ոչ։ Դատարանի առջև դրված առաջին եւ հիմնական իրավական հարցը պետք է լինի հետեւյալը. կարող է արդյոք եպիսկոպոսին կարգալույց հռչակելը որպես ինքնուրույն հոգեվոր կանոնական ակտ ինքնին ճանաչվել քրեորեն պատժելի խոչընդոտում։ Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները պետության համար սահմանում են ոչ միայն ընդհանուր չեզոքության պահանջ, այլև ուղղակի պարտականություն չմտնել Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարման ու կանոնական կյանքի ոլորտ։ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր նրա նկատմամբ 2 ամսով կալանք է կիրառել, ամբողջությամբ բավարարելով քննիչի միջնորդությունը։ Քոչարյանի կալանքի հարցի քննությունը շուրջ 7 ժամ տևելուց հետո գիշերը նրա ինքնազգացողությունը վատացել էր եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Դատարանը նիստը շարունակել էր առանց Քոչարյանի։ Երևանի Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 ավտոբուսում։ Նշվում է, որ անմիջապես օգնության են հասել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները։ Ուղևորներն ինքնուրույն դուրս են եկել ավտոբուսից։ Երևան ավտոբուս ՊԲ-ից հայտնում են, որ պատճառը տուրբոմղիչի անսարքությունն է։ Ուղևորներն անվտանգ տարհանվել են, իսկ հրդեհը վարորդն ու բարեկային ծառայողները մարել են 3-ից 5 րոպեում։ Տուժածներ չկան։ Հələ փորձեմ տեսնեմ կստացվի։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանը ԱԺ նմանակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Падգամավորը հիշատակելով Փաշինյանի ընդդիմության հասցեին հնչեցված, ասել եմ կզացնելու եմ արտահայտությունը հարց բարձրաձայնեց, թե ինչու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ պահին դիտողություն չի արել Փաշինյանին։ Մի հատ ձեզ կարգի հրավիրեք։
Ընդհանրապես ձեր ցուցամատը ձեզ պահեք եւ նշանակեք այս նշանակության։ Ինչ է նշանակում падգամավորը հաստա իրեն ցուցամատով մատ թափ տակ, սա իր երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունն է։ Եթե շարունակեք ձեզ այդպես պահեք, ես ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի օգնության կարիք եք ունենալու։ Մի հատ էլ իսկ падգամավորին ասում է իրավաբանությունը գիտես ինչ է ասում, անկախ դրանից դու դա հասկանում ես, չես հասկանում, անուն ազգանուն։ Ես ձեր նմաններին հասկանալու տեսության եւ պրակտիկա կարող եմ դասավանդել։ Սա հաշվի առեք։ Եթե հասկացաք իմ ասածը շատ լավ, եթե չհասկացաք, ուրեմն խորացված դասընթացների անհրաժեշտություն ունեք։ Չէ, չստացվեց, պարոն Ղազարյան։ Մեջբերում է ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015 թվականի հունիսի 8-ի ելույթից էր։ Արզում է, որ այդ ժամանակ նա լինելով ընդամենը Իջևանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ բավարար պատկերացում ուներ ազգային ժողովի, նրա նշանակության, падգամավորի կարգավիճակի, այս ամբիոնից ազգային ժողով եկած ցանկացած հյուրի կարգավիճակի մասին։ Փաստորեն ամեն ինչ շարքից դուրս է եկել, կրթվել է նորաձև է ծրագրին մասնակցությունից եւ կառավարման ակադեմիայում վերապատրաստման դասընթացների անցնելուց հետո դրանով իսկ նսեմացնելով կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահի բազմամյա դասախոսի հեղինակությունը։ Իսկ եկել է վարչապետը, որ հələ պարշի, ինքը երկրորդ անգամ ստեղ գալու հնարավորություն պիտի ունենա, թե չէ, որովհետև այդ պահին դեռ կառավարության ծրագրին հավանություն չէր արժանացել, հավանություն չարժանացնել նշանակում է հեռացնել վարչապետին զբաղեցած պաշտոնը։ Ինքը արդեն որոշում է հաջորդ գալուց ով պիտի դահլիճում ելնի, ով պիտի միջանցքում ելնի, զարմանալի է միջանցքում, այլ ոչ թե ճաշարանում։ Հրահանգներ է տալի, ասում է, ասել եմ կզսնելու եմ, ուրեմն կզսնելու եմ։ Ես զարմանում եմ, ասեք մարդու փորը ինչքան պետք է ցավա, որ այդ ժամանակ դիտողություն չանի։ Եվ ասի չի կարելի հյուր ազգային ժողովում, ազգային ժողովի ամբիոնից նման խոսույթ առհասարակ հնչեցնել։ Պատգամավորների նկատմամբ հարգալից է պետք խոսել, այլ ոչ թե պետք է այստեղից պատգամավորներին, նրա ընտանիքի անդամներին ձերբակալության ապօրինությունների ցուցումներ տալ։ Ընդ որում հաջորդ օրը Մեհրիբան Ալիևի ծննդյան օրը ԿՊԱ-ական Սասուն Միքայելյանն ազգային ժողովում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, նշելով, որ այդ օրը խորհրդանում սպանվեցին ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ 2 փոխնախագահները։ Նրա խոսքով դրանից հետո սահմանադրությամբ նախատեսված կառույցները փաստացի չէին գործում եւ իշխանության ղեկին մնացել էր միայն Ռոբերտ Քոչարյանը։ Ինչա կատարվել է, ուզում եմ դուք խորապես իմանաք, թե ինչա կատարվել մեր երկրում։ Գնդակարվել է կառավարության նախագահան, ազգային ժողովի նախագահան 2 փոխոստակներին։ Միրոյանին առաջացանել այս կողմից էր։ Ոստիկանների վրա են խփել ու բոլորին կոնտրոլի գլխից խփել են։ Կարեն Դեմերչյանի կներեն ինձ իր հարազատները, այս գլխի տեղը, որ ես մտել եմ բեմի վրա, մի թոսի չափ sense ուղեղ ու արուն էր թափած։ Կամ Վազգեն Սարգսյանի գլխին պրիգլադով խփել է։ Էդի ով կարա մոռանա։ Ինչի համար եմ այս ամենը ասում, ուրեմն ինչա կատարվել ազգային ժողովն այդ ժամանակ, չկար նախագահ, չկար փոխոստակները, ազգային ժողովը չկար վարչապետ, մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում, ոչ ազգային ժողովն էր գործում, ոչ կառավարությունը, մնացել էր միակ ցարիբոկ, Ռոբերտ Քոչարյան, մենակ ինքը կարար, իր դեպքում կարար գործել, եթե մեկ փոխոստակ էլ կենթանի մնար, մեր սահմանադրությամբ ազգային ժողովն նիստ գրավիրվեր, կընտրվեր բանին, կձևավորի նոր կառավարություն եւ պետությունը կգներ իր հուների մեջ։ Այսինքն սպանությունները եղել են քաղաքական։ Մայր Հայաստանը բողոքի ակցիա է անցկացրել գլխավոր դատախազության դիմաց, պահանջելով դադարեցնել Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդումները։ Կուսակցությունից պնդում են, որ գործը քաղաքական պատվեր է, իսկ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չկան։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարության շենք։ Ազատություն բոլոր քաղաքացիներին։
Մոսկվան մեղադրել է Երևանին Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակիցների նկատմամբ քաղաքականացված բռնաճնշումներ իրականացնելու մեջ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տեղի ունեցողը հակասում է Երևանի Մոսկվայի հետ հարաբերությունները չվատթարացնելու մասին հայտարարություններին։ Զախարովան նաև պնդել է, որ Հայաստանի իշխանությունների նոր ընկերը աչք է փակում տեղի ունեցողի վրա եւ Հայաստանն օգտագործում են Ռուսաստանի հետ դիմակայունության մեջ։ Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը հիմնանորոգման աշխատանքների պատճառով փակել լինելու Լամբադա տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։ Փակվելու է Կոմիտասի պողոտա, Դավիթ Անհախտի փողոց ուղերանցը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության եւ հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։